Պարոն Կոստանյան, Թուրքիայի կապված ինչ կարող եք ասել, առասարակ շատ քիչ տեղեկատվություն հավաքվեց հանդիպման մասին, որքանով եք իրական համարում այդ հանդիպումը, արդյոք պայմանավորվածություններ շոշափելի ձեռք են բերվել նաև երրորդ երկրների քաղաքացիների համար, որը նախապես ձեռք բերված է կարգավորի կյանքի։ Շնորհակալություն հարցի համար։ Ընդհանուր առմամբ կարելի է գնահատել, որ այդ բավական դրական մթնոլորտում էր անցել, ինչպես արդեն հրապարակված մամուլի հայտարարությունից վստահաբար ծանոթացել եք, քննարկվել են թե Հայաստան-Թուրքիա երկկողմ հարաբերությունների, թե տարածաշրջանային հարավային Կովկասի եւ ավելի լայն մերձավոր արևելքի տարածաշրջանի վերաբերող հարցեր արձանագրվել է, որ մի շարք թեմաների շուրջ Հայաստանի եւ Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են, ինչ վերաբերվում է մերձավոր արևելին, ինչ վերաբերվում է երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի բացմանը, ապա ընդգծում եմ երկու կողմերն էլ նորից արձանագրել են, որ պայմանավորվածությունը ուժի մեջ է։ Ամեն դեպքում ես ուղղությամբ դեռևս քայլեր պիտի անենք, թուրքական կողմի դիրքորոշումը կարծում եմ ծանոթ է բոլորին։ Էրդողանը նաև այսպես օրակարգային հարց է դարձրել ադրբեջանցիների այստեղ գալու ապրելու հարցը եւ քանի որ չի համապատասխանում իրականություն։ Չի համապատասխանում իրականություն։ Իսկ կարող եք ընկերները որոշակի բացել ասեք մասնավորապես որ հարցերն են, որոնք հայ-ադրբեջանական հարաբերություններին են վերաբերում, որ քննարկվել են։ Ընդհանուր Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման փաստաթղթի եւ տրանսպորտային կոմունիկացիաների վերաբերյալ։ Պայմանագիրներով կապված նախադրյալներ կան, այսինքն որը երաշխավորվել Էրդողանի կողմից կամ որ ինքը Ես կարծում եմ բավարար պատասխանեցի այդ հարցին։ Պարոն Կոստանյան, իսկ դուք ասում եք տարածաշրջանային պայմանագիրը կնքելու հետ կապված գործընկերը Էրդողանը, որը ստանձնել է այդ պարտավորությունը, որ ինքը պետք է երաշխավորի։ Առաջարկում եմ գործընկերն էլ հարց տա, հետո կվերադառնանք հարցի, խնդիր չկա։ Պարոն Կոստանյան, տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջապատման մասին ասացիք, որ հարցը օրակարգում եղել է։ Վարչապետը նաև թուրքական հայ համայնքի հետ հանդիպման, Թուրքիայի հայ համայնքի հետ հանդիպման ասում էր, որ կներկայացվի խաղաղության խաչմերուկը եւ դրանից հետո ինքը արդեն կկարողանա ասել, թե ինչպիսին է դրա վերաբերյալ Թուրքիայի նախագահի եւ Թուրքիայի դիրքորոշումը։ Ինչպիսին էր դիրքորոշումը, ինչ դիրքորոշում արտահայտեց Թուրքիայի նախագահը խաղաղության խաչմերուկի վերաբերյալ, արդյոք թուրքական կողմի համար ընդունելի է 4 հայտնի սկզբունքներով ապաշրջափակման Հայաստանի մոտեցումը։ Կարծում եմ երկու կողմերի համար, թե Հայաստանի եւ Թուրքիայի համար արձանագրվեց, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, այդ թվում երկաթուղու այլ հաղորդակցության ուղիների վերաբերյալ բավականին մեծ կարևորություն ունի։ Գիտեք, գաղտնիք չէ Թուրքիան ձգտում է դեպի կենտրոնական Ասիա իր կապուղիները ավելի բարելավել Հայաստանի համար, որպես դեպի ելք ծով չունեցող պետություն, ուղղակի կենսական անհրաժեշտություն է ունենալ բաց սահմաններ եւ վերջին իրադարձություններն էլ ցույց տվեցին, որ պրակտիկորեն մեր 3 կամ եթե ոչ կուզեք ասել 3.5 սահմանները փակ էին կապված Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Խաղաղության խաչմերուկ հայեցակարգը բնականաբար ներկայացվեց, ըստ էության կա ընդհանուր ըմբռնում, որ Հայաստանը կառուցողական է մոտենում իր առաջարկներով կոմունիկացիաների բացման վերաբերյալ։ Թուրքիայի դիրքորոշումը ոնց է Պարոն Թուրքիան ողջունեց ընդունելի է Թուրքիայի համար տրանսպորտային ապաշրջափակման մոդելը խաղաղության խաչմերուկ։ Հայաստանի տեսլականը կառուցողական է գնահատվում մեր Թուրքիայի գործընկերների կողմից։ Այդ ճանապարհի հետ կապված իրենք շարունակում են պնդել, որ պետք է անարգել։ Իսկ դուք իրենցից նման պնդում լսել եք։ Ես չեմ լսել։ Բայրամովն է այդ մասին խոսում եւ Նոր Թուրքիայի գործընկերների մասին ենք խոսում։ այսինքն տարբեր դիրքորոշում ունեն Թուրքիայի գործընկերները։ Պատասխանեցի ձեր հարցը։ Իսկ խաղաղության պայմանագրի հետ կապված ինչ գրական շարժ կարող է։ Վերջին քննարկումը, որի մասին բոլորդ վստահաբար տեղյակ եք, երկու երկրների ղեկավարների միջև Տիրանայում տեղի ունեցած հանդիպումն է։ Կարծում ենք, որ մոտակա ապագայում հնարավոր կլինի նոր քննարկումներ ունենալ ադրբեջանական կողմի հետ։ Ունքային մնալ, որ անարգելը տեղաշարժ չի կարող տեղի ունենալ ադրբեջանցիների կողմից, այդ ճանապարհը պետք է վերահսկվի Հայաստանը։ Հայաստանի համար շարունակում է սկզբունքային լինել, որ կոմունիկացիաները պիտի գտնվեն
Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո եւ պիտի պաշտպանվի Հայաստանի սուվերենությունը այդ ճանապարհների նկատմամբ։ Թուրքիան կողմ է, որ այդ ձեր նշած սկզբունքներով փոխադարձության սկզբունքով բացվեն ճանապարհները։ Կարծում եմ արդեն նշեցի, որ թուրքական կողմի համար ընկալելի ըմբռնելի են հայկական կողմի դիրքորոշումները։ Պատրաստ է այդ հարցում օրինակ փորձել Ադրբեջանի ևս բերել կառուցողական դաշտ։ Ես կարծում եմ դա թուրքական կողմի կենսական շահերից է նաև բխում կոմունիկացիաների բացումը մեր տարածաշրջանում։ Ցույց կտա այդպիսի նախաձեռնողականություն, ստացել եք այդպիսի ազդակ, որ այդ հարցում, որ առանցքային հարց է Երևանի եւ Բաքվի միջեւ, Թուրքիան կփորձի նաև ինքը Բաքվին նպաստել, որ կա կառուցողական դաշտ, եթե այդ համար ընկալելի են Հայաստանի մոտեցումները։ Առաջարկում եմ այդ հարցը ուղղել փորձագետներին, որտեղ կանխատեսումներով զբաղվելը մի քիչ աշխատանքի մեջ չէ։ Ընդհանուր առմամբ ասում եմ, որ մենք դրական ենք գնահատում քննարկումները, որոնք տեղի են ունեցել թուրքական կողմի եւ վարչապետ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Էրդողանի միջեւ։ Պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել հայ-թուրքական կարգավորման գործընթացում մինչ այժմ։ Մենք հույս ունենք, որ այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել, դրանք կյանքի կկոչվեն եւ դրա մասին թե փակ հանդիպման ժամանակ, թե նաեւ վստահաբար հանրային կերպով մշտապես մեր դիրքորոշումը արտահայտում այս բան ժամկետների մասին ոչինչ չեմ կարող ասել։ Ես չէի գնահատի։ Ես գործընթացը փակուղային չէի գնահատում, որովհետև փակուղային գնահատականի համար առնվազն անհրաժեշտ է նախադրյալ, որ քննարկումներ չկան, իսկ քննարկումներ թե Հայաստանի, թե Թուրքիայի եւ թե Ադրբեջանի հետ քննարկվում են։ Արձանագրես, որ թուրքական կողմը Ադրբեջանի պատկերացրած Զանգեզուրի միջանցքի հարցում եւս նույն դիրքով չի հանդես գալիս, այսինքն թուրքական կողմը Զանգեզուրի միջանցքի հետ պատկերացրած ադրբեջանական կողմը պատկերացրած Զանգեզուրի միջանցքի հարցում չի աջակցում Ադրբեջանին եւ ինքը այդ օրակարգը չի սպասարկում։ Մենք կարող ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը, որ կոմունիկացիաները պիտի անցնեն Հայաստանի ինքնիշխանության եւ իրավազորության ներքո որևէ կերպ փոփոխման չի ենթարկվել, չնայած այն բոլոր շարժումներին, որ այցից առաջ եւ այցից հետո մամուլում տեղ են գտել։ Իսկ ինչ բացատրություն ունեք, որ ժամանակ առ ժամանակ այստեղ հարցը փակվում է իրենց կողմից, եւ հետո ժամանակ առ ժամանակ իրենք հենց անգամ բացում են։ Օրինակ, ասում որ պետք չէ ճանապարհը մենք Իրանից ճանապարհ կստանանք, ամուր չեն կառուցում, հետո նորից խոսվեց Զանգեզուրի միջանցքի մասին։ Ունեք բացատրություն։ Ենթադրաբար կոմունիկացիաների բացումը հավասարապես կարևոր է թե մեր հարևանների համար։ Պարոն Կոստանյան, չեմ պատասխանել Հայաստանի առաջարկներին, գրավոր առաջարկներին, որ ուղարկվել էր ապաշրջափակման հարցով։ Այս մասին երբ լինի նորություն, վստահաբար հանրությունը կտեղեկացվի դրա մասին։ Ադրբեջանական այս բային ինչ ուղղում են։ Հույս ունենք, որ մոտ ապագայում կշարունակվեն այդ բանակցությունները։ Այսինքն այս բային չկա քննարկում Բաքվի հետ համաձայնությունից հետո այս բային գործընթացը չկա։ Գործընթացի համար հանդիպում է անհրաժեշտ, հույս ունենք, որ կլինի հանդիպում այդպես։ Այդ մասով ինչ որ քննարկում են։ Հայկական կողմը դրական է տրամադրված եւ հաշվի առնելով, որ մենք պատրաստ ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը, մենք կողմ կլինենք նման հանդիպման անցկացման։ Պատասխանեցի ձեր հարցին։ Հավելյալ առաջարկները, պահանջները, որ իրենք անընդհատ ներկայացնում են մամուլով հրապարակումի տեսքով, հայտարարությունների տեսքով, հանրակցային գործընթացում իրենք բերում են այդ հարցերը որպես Հարցին բազմիցս պատասխանել։ Երեկվա հայտարարությունը երեկվա հայտարարությունը այս բանակցությունների զուգահեռ ասում է Հայաստանը ռազմական հանցագործ պետություն է Կոստանյան։ Սրան Հայաստանի արտգործնախարարության արձագանքը ինչպիսին է։ Վստահաբար նման հայտարարությունները չեն օգնում, որպեսզի կառուցողական եւ փոխըմբռնման մթնոլորտ ձևավորվի հետագա քննարկումների համար եւ հույս ունենք, որ նման հայտարարություններ ապագայում չեն հնչի։ Պարոն Կոստանյան, 3 մայը Ֆիրոմեն հայտարարել էր, թե Փաշինյանը ասել է, որ հանրացիացման չի եղել, այս հայտարարությունների եւ նման օրինակ շեշտադրումներով մեկնաբանությունների։ Տեսեք, դժվար է մեկնաբանել մի բան, որը մեկնաբանելու համար այս կամ այն անձի մեդիագրագիտության վերաբերյալ պետք է գնահատական տամ, այնուամենայնիվ
Հայաստանի եւ Ռուսաստանի միջև կան բարեկամական եւ դաշնակցային հարաբերություններ, դրա համար թույլ տվեք զերծ մնալ։ Եթե չեմ սխալվում, այդ հայտարարությունը նաեւ այդ մեկնաբանություններում այլ հատվածեր կար, կապված հայկական կողմի Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ։ Այստեղ միգուցե տեղին կլինի հիշել հայտնի խոսքերը, որ տվեք ինձ հենմանկետ եւ ես շուր կտամ աշխարհը, եւ կարծես մեր ռուսաստանցի գործընկերները հենմանկետ չգտնելով Ռուսաստանում այլ տեղեր են ման գալիս։ Բնականաբար Հայաստան-Ռուսաստան բարեկամական հարաբերությունների պարագայում հենմանկետի տրամադրում մենք կարող ենք քննարկել, բայց այնուամենայնիվ ցանկալի չէ։ Պարոն Կոստանյան, իսկ Թուրքիայի նախագահը վարչապետն ասում էր, որ փոխադարձ հրավեր կլինի։ Հրավերը ընդունվել է Թուրքիայի նախագահը այցելի Հայաստան եւ երկրորդ հարցը, արդյոք այդ հանդիպմանը քննարկվել է, քանի որ հայ-ադրբեջանական կարգավորման անդրադարձ եղել է, արդյոք քննարկվել է նաեւ Հայաստանի սահմանադրության փոփոխության Ադրբեջանի նախապայմանը, ինչպիսին է այս հարցում Թուրքիայի դիրքորոշումը։ Ինչ վերաբերվում է հրավերին, ապա հրավերը եղել է մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ նիստին, որը տեղի կունենա հաջորդ տարվա առաջին կիսամյակին Գարնանը հավանաբար Երևանում եւ որպես կանոն հյուրընկալող պետությունը պարտավորվում է հրավիրել այս ֆորմատի անդամ բոլոր պետություններին եւ որպես կանոն բոլոր անդամ պետությունները ղեկավարի մակարդակով մասնակցում են այդ քննարկումներին։ Հրավերը եղել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին մասնակցելու շրջանակներում։ Կմասնակցի, պարոն Կոստանյան, ասել եք։ Ասեցի, որպես կանոն մասնակցում են բոլոր երկրների ղեկավարները։ Սահմանադրության հետ կապված հարցը կկրկնեք։ Տեսեք, քանի որ դա ասացիք, անդրադարձ եղել է հայ-ադրբեջանական process-ին, արդյոք Հայաստանի սահմանադրության փոփոխության հարցը, որը Բաքվի նախապայման այս process-ում անդրադարձ եղել է եւ Բաքուն ինչպես է վերաբերվում այդ նախապայմանին։ Քննարկվել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի ողջ սպեկտրը, մտքեր են փոխանակվել, ավելի ճիշտ կլինի նշել, եւ վարչապետը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները, որ մենք չենք տեսնում սահմանադրական խնդիր, այն պարագայում, եթե ստորագրումից հետո կառաջանա նման խնդիր եւ մեր սահմանադրական դատարանը խաղաղության պայմանագրի այս կամ այն դրույթը կճանաչի հակասահմանադրական, ապա Հայաստանը պատրաստ կլինի նախաձեռնել այդ հարցի շուրջ լայն հանրային քննարկում, ինչ իրենց հանրակրթության։ Աջակցությունը կամ սրա վերաբերյալ Էրդողանի դիրքորոշումը համոզիչ եղել էր վարչապետի հաստատները։ Ճիշտ չի լինի, որպեսզի ես մեկնաբանեմ թուրքական կողմի համար համոզիչ եղել է թե չէ։ Վարչապետ Ալեքսեյ Օվերշչուկն էր օրերս խոսել, նա մասնավորապես խնդիր էր տեսնում, ասում էր, եթե Եվրամիությունն, ապա ինչպես է շարունակել մնալ ԵԱՏՄ-ում եւ արդյոք հապկի հետ կապված եւս որ երկար կապից ակնարկելով, որ երկար չի կարող այսպես մնալ, պետք է վերջում Հայաստանի որոշում կայացնի։ Հապկի մասին մենք ոչ միայն ակնարկում ենք, այլ ուղիղ տեքստով ասում ենք, որ երկար մենք էլ ոչ թե ակնարկում ենք, այլ ուղիղ տեքստով ասում ենք, պատասխանեմ ձեր հարց, որ այսպես երկար չի կարող մնալ։ Ի վերջո, եթե հապկ գործընկերները, այդ թվում նաև Ռուսաստանի Դաշնությունը հանդես չկան քաղաքական հայտարարություններով, որոնց մասին խոսվել է դեռևս տարիներ առաջ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ հարձակումից հետո, ապա Հայաստանը կկայացնի վերջնական որոշումներ, ինչ վերաբերվում է Եվրասիական միությանը, ապա մենք շարունակում ենք լինել Եվրասիական միության անդամ եւ շարունակում ենք խորացնել մեր հարաբերությունները Եվրոպական միության հետ, այն պահին, երբ անհրաժեշտություն կառաջանա հստակ որոշումներ կայացնելու, նման որոշումներ կկայացվեն։ Մանրուք տեղեկություններ կային ճշտված, որ բանակցություններում նաեւ ռուսական ռազմավազային հեռացման հարցները Թուրքիան ներկայացրել եւ այդպիսի հարցեր կամ քննարկվել են։ Արդյոք նման բանակցություններ կամ առասարակ կարող է տարածում պայմանավորել։ Ռուսաստանի հետ կապված հարցեր չեն քննարկվել։ Քաղաքացիների վիզաների տրամադրման գործընթացը եւ արգելում է նրանց դուրս երկիր։ Այս մասով ինչ մեկնաբանություն ունեք Հայաստանը այդ երկրների շարքում է եւ ինչ։
կդժվարանամ այս բային հարցին պատասխանել, խնդրում եմ գրավոր կերպով դիմեք, վստահաբար կպատասխանեմ։ Իշխանությունը որոշում կայացնի հապկից դուրս գալու հետ կապված, որովհետև մեկ տարուց ավել անընդհատ այս հայտարարությունները արվում են։ Հայաստանի Հանրապետությունը լինելով ինքնիշխան պետություն, ինքն է որոշում, թե երբ է ճիշտ ժամանակը այս կամ այն քայլը կատարելու համար։ Այս համար։ դեպքում մենք ավելի կոնցենտրի չենք դառնա, եթե մենք փաստորեն դուրս ենք գալիս նաև հապկից, եւ այս դեպքում Իսկ դուք կարծում եք մենք հապկ անդամ լինելով պակաս խոցել ենք եւ Միկրոֆոնները թեք։ Պատասխանեցի ձեր հարցը։ Մի հարցը այնուամենայնիվ դուք հայկական եւ հայկական հարաբերություններին անդրադարձեք, բայց նախորդին իսլամական պետությունների համաժողովը շրջագիր ունեց եւ Արտուր Սախարյանը արտադրած է այնուամենայնիվ հետագային ձևակերպումներ շատ կոնկրետ արմենիան, այսպես ասած արմենիան ադրբեջանցիների վերադարձի մասով կոնկրետ ձևակերպումներ են եւ հետաքրքիր է այս հաստատքի գոյությունը ինչքանով է խանգարում հանրության պայմանագրի գործընթացին, հարաբերություններին եւ հարաբերս ինչ ազդեցություն։ Արտգործնախարարության հայտարարությունը կարծում եմ ծանոթ եք, ի հավելում են թույլ տվեք նշել, որ չեմ կարծում, որ մեր հարևան պետության կողմից նման նախաձեռնությունները կառուցողականորեն են ազդում Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի վերաբերյալ, նաև որպես տեղեկատվություն նշեմ, որ Իսլամական համագործակցության կազմակերպության առանձին անդամ պետությունների հետ այս օրերին քննարկումներ են տեղի ունենում, նրանցից մի մասը հավաստիացնում են, որ այդ փաստաթղթում տեղ գտած այս կամ այն ձևակերպումները չեն համապատասխանում իրենց պաշտոնական դիրքորոշմանը։ Եվս մեկ տեղեկություն կար մամուլը, որ խաղաղության պայմանագիրը հնարավոր է Վաշինգտոնում կամ արաբական միություններում արդյոք նման պայմանավորվածություններ կա կամ խոսակցություններ առհասարակ կան պայմանագրի կնքման հետ կապված։ Դա շատ հետագայի հարց է։ Աշխարհում ենթադրում եմ կան հազարավոր, եթե ոչ տասնյակ հազարավոր քաղաքներ, այդ քաղաքներից յուրաքանչյուրում Հայաստանը պատրաստ է կնքել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման փաստաթուղթը, մեզ համար առաջնային է փաստաթղթի կնքման գործընթացը։ Այս բանը բոլորը ողջունում են խաղաղության պայմանագրի, բոլորը ողջունում են խաղաղության պայմանագրի կնքումը, որը երկրները այդպես դրական են համարում, բայց որևէ երկիր չկա, որ ազդեցություն ունենա եւ կարողանա նպաստել գործիքական միջնորդներ։ Միգուցե փոխեք մարտավարությունը եւ ընդունեք, որ երկկողմանի բանակցությունները այդքան էլ արդյունք չեն տալիս, եւ միջնորդի դերակատարումը նպաստել, որպեսզի իսկապես պայմանագիրը կնքվեր կամ որևէ դրական արդյունք ուներ հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Ձեր հարցը կարելի է մեկնաբանել որպես ռետորական հարց, որովհետև այս տարիների ընթացքում եղել են մի շարք միջնորդությունների փորձեր, դրանց արդյունավետությանը թույլ տվեք այս բանը չգնահատել, այնուամենայնիվ Հարավային Կովկասում կայունությամբ եւ խաղաղությամբ հետաքրքրված մեր բոլոր գործընկերների հետ մենք շարունակում ենք պահել կապը, իրենց տեղեկացնել ընթացիկ գործընթացների մասին, հույս ունենալով, որ իրենք դրականորեն կարող են ազդել գործընթացի վրա։ Ես չեմ կարող մեկնաբանել այլ պետությունների հնարավորությունները եւ լծակները։ Ճիշտ հասկացա, որ հայ-ադրբեջանական գործընթացում Բաքուն դեռևս շարունակում է պնդել իր այդ նախապայմանները եւ process-ը դեռ այդ կետում է։ Այս պահին նոր դիրքորոշումներ կողմեր չեն արտահայտել։ Դուք ակնկալիք ունեք, որ Թուրքիայից հետո հնարավոր է օրինակ կամ քննարկվել է, որ օրինակ Թուրքիան նպաստի, որ Ադրբեջանը փորձի դիրքորոշումը փոխել կամ ստանձնի այդ միջնորդությունը կամ նրան կառուցողական դաշտ բերելու դերակատարումը։ Ես կարծում եմ թուրքական կողմը առնվազն վերջին 1 տարվա ընթացքում հանրային բավականին դրական ազդակներ է տվել երկու կողմերին, այսինքն Հայաստանին եւ Ադրբեջանին, որ իրենք շահագրգռված են, որպեսզի երկու կողմերի միջև հարաբերություններ կարգավորվեն եւ համապատասխան փաստաթուղթը կնքվի։ Իսկ ակնկալում եք, որ ավելին անի Թուրքիան։ Պատասխանեցի ձեր հարցին բավարար կերպով։